Բավազան Սույն քրական վարդի ընթացքում տարբեր ուրեմն ցուցմունքներ են եղել, ենթադրյալ տեղեկություններ են եղել, այդ տարածքում այդ օրը տեղի ունեցած պայթյունի մասը։ Ձեզ ինչ-որ բան հայտնի է, ինչ-որ պայթյունի մասը։ Երբ որ ես տեղ եմ հասել, պարոն, սենց ասեմ, մենակ շիֆրների պայթում ու սենց ասեմ, վերևից տեսվում է գրներս։ Պայթում են, պայթել են երևի, սենց ասեմ, ավտոմատիկ կարակոցի ձայն, սենց ասեմ, էլի ոնց որ, այդ տիպի ձայնը, որ համեմատ ենք, ասենք, ավտոմատիկ կարակոցի ձայնը, պայթունի ձայնը, այդ նույն բանում են, էլի ուժգնություն ձայնը։ Մենակ այդ է, դրանից բացի այլ պայթյուն չենք բանել, էլի մեզ չաղ։ Բավազան, իսո դուք հասել եք դեպքի վայր, ըստերության շենք համամորջությամբ էր այդվում, թե ներքևի հատվածներ, թե տանիքներ այդվում։ Ուրեմն այդվում էր տանիքը ամբողջությամբ, տանիքը կրակի մեջ էր, վառարանի սենյակը կրակի մեջ էր, ու երեխեքի սենյակից ես որ մոտեցա դեպի այդ բանը անցքը, որ մոտեցա այդ անցքին, ու այդ ընդհանուր սենյակը վերևը ծուխ էր, տակը կրակ էր։ Վերևը ծուխ էր, տակը կրակ էր։ Բավազան, սովորական պայմանները պետք է ասվանին տանիք բարձրանալու ինչ միջոց է կողքից։ Կողքից, աստիճան պետք է բարձրանար։ Այն սենց ասեմ, չուլանի ու բանի արանքում որ բան կա, չէ, չուլաննա ու տան բան, չէ, այդ բաղնիքի կոմը հետ անցը որ կա դրել, ձավ կոմից մտելիս տեղ կարային աստիճանով բարձրանային տան։ Ասպեք, հերդեի մասշտաբը կամ ծավալ ինչպիսին էր տանիք։ Ամբողջ տանիքն այրվում է։ Ամբողջ տանիքն ինչից էր կասված է տանիք, հայտ է ինչ։ Ասեմ ուր, տանիքը շիֆերն էր, սենց ասեմ, էլի ազբեստի այդ բանն էր, դրա տակը գերաններ էին տախտակներով, բարգեք վրա այդ բաներ էլի։ Դրանից հետո հող էր, հողից ներքև, գերաններ էր, գերաններով լեցրած եղեգի այդ բանն էլի, սենց ասեմ, հավիշը։ Հող էր կա։ Բանի վրա, գերաններն է, գերանների վրա համիշներն է, սիլոսը սենց ասեմ, սիլոսի վրա է հող է։ Դրանից վերև արդեն բարգեկներին, կրիշի եղած փայտն է ու փայտի վրա շիֆերն էր։ Բավազան, այդ տանիքը ընդհանրապես չի համար օգտագործել, տանիքի ներս ինչ-որ բանով Այդ տանիքինը չէ, այդ տանիքինը կարող է սենց, եթե չեմ սխալվում, այդտեղ բան է, եթե չեմ սխալվում, հիմա վարարի կեջնիկ համետեղ, ոնց որ հիմնականում օգտագործել է չուլանի տանիքը, քանի որ տանիք բարձրանալ իջնել է զվարում։ Չուլանի տանիքում ինչ է։ Շատ մանա չուլանի տանիքում բան, ասենք, զինվորական տեխնիկաների զիպերը, օղակման ցանցերը, այդ ծավալային ապրանքները է սենց ասենք, գաշի։ Բավազան, հնարավոր է, որ այդ կացարանի տանիքով, որտեղ ձեր հնարավոր պայման այդ ծավալի հրդեհի արկանատես եղել, այդտեղ ասենք տարաներով դիզվարելի կամ բենզին թաքցված լիներ կամ արկա լիներ, որը նպաստել է այդ մասշտաբի հրդեհի տարածմանը։ Չեմ կարող, չեմ կարող, բան եք ասում, որ Գիտեմ, ես բան եմ ասում, որովհետև ինչի է հարց առաջանում, որտեղ դուք ասում եք հողը, այդ ծավալի հրդեհը որտեղ ոնց կարող բարձրանալ, այդ կարճ ժամանակահատվածում հասնել է։ Չեմ կարող ասեմ, իրոք չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Ըստ էս կրակի տարածման մեխանիզմը ինչպիսին է։ Ըստ իս, քանի որ բանի վառարանի սենյակը, վառարանի սաղ փեդերը ու շուշաբանդով էր, այս դիմացի մասը, այդտեղից տանիքը կպել է, այդտեղ տեսեք, գալիս է տանիքը, արդեն այդ հատվածում է ողջ չկար, այդ հատվածում գալիս է, ցած ուղիղ է նարում տանիքը, այսինքն այդտեղ բանն է, մի անգամից տախտակների վրա, ասենց ասեն, տակից ֆաներան է ձգած, ըստ իս, այդտեղից է։ Այդ որ հատվածն է։ Վառարանի սենյակը որ կա, վառարանի սենյակում շուշաբաններ ընդհանուր որ կան, այս մի կողմով մինչև այս վերջ։ Դրա վերևի կրիշը արդեն սովորական սենց կրիշ չէ։ Սրանից հետո գալիս է այս ուղիղ ուղղարյաց հատվածը։ Ֆաներաները որ կա, փեդերը։ Ֆաներաները, սովորական ֆաներատաները, այդ ֆաներանը ձգած դրանք են։ Մի անգամից նրա բանից, տախտակների վրայից։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Չէ, հիմա կներեք ես ասեմ վերջացնել, պարոն Նորգեն։
Այն մնացած հատվածում, ըստ իս էլի, ես ինն եմ, որ ասում եք ըստ ձեր, ես ըստ իս այն մնացած հատվածում ողի շերտը լցրած է, իսկ ստեղ ողի շերտ չկա լցրած։ Այսինքն հենց այդ վարարանի սենյակից է։ Ըստ իս, հա, ըստ իս ես տենց եմ պատկերացնում, որ այդտեղից է բռնկվել հետոնոց անցել են դիսկով։ Շատ է։ Այդ դեպքում հարց առաջանում, ըստ քրեական վարորդի նյութերի, այդ 5 լիտրանոց տարա, ըստ էության, շփոթվել է կաթսարանի նջասենյակի դրացով, այդտեղից է բռնկվել այդտեղ։ Նա դուք տրամադրությունում լրիվ ուրիշ բան եք ասում, ուրիշ պակաս ուշագրալ է։ Ըստ էության, այդ հատակից է սկսվել բռնկվել կրակը։ Այդ հատակից ո՞նց հասած ձեր ասած նկարագրած։ Չեմ կարող ասել, բան չգիտեմ, իրոք անկեղծ չգիտեմ, հավատացեք, եթե մի բան կա, որ ես կարամ իմանամ ու չի կարող այս բանը լինել, եւ որ ես որ մի բան իմանամ ու չասեմ, անհնար։ Չէ, նկատում եմ, որ դուք տեղանքին ավելի դավեցավ։ Պարոն Ղազարյան, այս քրեական վարորդի ընթացքում բազմաթիվ անգամներ այլ վարկածների ուրեմն թվում քննարկվել է նաև հնարավոր դիվերսիայի վարկածը։ Դուք որպես այդ տարածքում ծառայություն իրականացած զինծառայող ու ծառայության պետ, ինչ կասեք ես մասը։ Ես կներեք էլի կարանք բան անենք մի քիչ ուղիղ հեռարձակումն անջատենք մի քիչ էս ավելի լայն մի քիչ խոսամ էլի։ Ինչի է դա։ Չէ, ասենք հասարակ այդ դիվերսիայի այդ վարկածի մի քանի բան ասեմ էլի ինչ հանգամանքներով ոնց ինչ կլներ էլի։ Եթե կլինի Ինչ կասկին կողմը։ Ես կարծում եմ պատասխան հատարան հանրությունն այդ ամենաքննադող վարկածներից լավ, սենց ասեմ։ Եթե իմ կարծիքով պարոն Նորիկյան, եթե դիվերսիա իրականացվել առաջին հերթին մինչև այդ իսվաշտ հասնելը մի քանի ստորաբաժանումներ կային, էլի, որ առհասարակ դիվերսիա երբ իրականացնում են մոտիկ ամենամոտիկ խնդիրը կատարես հետ գաս։ Արա դրա համար հիմա դրա համար է ուզում էլի որ կամերան անջատվի։ Հիմա մինչ ISV-ն կա այնտեղ կուտ գյուղը եւ այդտեղ տեղակայված են եղել էլի ստորաբաժանումներ։ Ըստ այնտեղ ավելի շուտ էս մի կողմից գալուց էս որ սպասեք, մի երկու րոպե սպասեք, էլի։ Էս մյուս կողմից նորաբակի կողմից գալուց այնտեղ մի քիչ ուրիշ է, որ հիմա կոնկրետ հասկանում եմ այդ ամեն ինչը, որ մարտական խնդիր կատարող ստորաբաժանում են եղել սակրավորները, որ կարող է հենց այդպես կոնկրետ ուղղվածություն իրանց վրա հասնել, բայց իրանց հասնելու համար պետք է իրանք շատ տարածություն կտրեին, անցնեին, գային, հասնեին այդտեղ ու շատ ոնց որ sense ասեմ պահակակետեր պետք է անցնեին։ Էդի մի քիչ չեմ կարում այդ վարկածը sense ասեմ, ոչ մի բան չես կարա բացառես, երբեք չես կարող ասես երբեք, բայց չգիտեմ էլի պարոն Նորիկյան։ Պարոն Ղազարյան, տարածքում հայտնաբերվել է նաև գազի բալոն և գազօջախ հայտնաբերվել։ Դրա շահագործման վերաբերյալ ձեզ ինչ ա հայտնվել։ Էդի երբ որ մենք այդ տունը զբաղեցրել ենք, ես այդ վաղ եղել եմ Վաշտի հրամանատար։ Էդի այդ բանի տան գույքն է եղել։ Երբ որ մենք գյուղապետի հետ խոսացինք, ասին գանք ստեղ, ասինք այդտեղ էլի բան ա եղել, ճուլանում դրված այն տմբուշկեքը բանը, որ սաղ եղել է, գնացել եք տեսել։ Դրանք սաղ այդ տան մեջի ունեցած գույքն ա եղել, որ տարել ենք ճուլանում, դրել ենք, դարձրել է երեխեքի համար իրանց այդ հիգիենայի պարագաները բանը դնելու տեղ։ Գյուղապետն ասեց ինչ կանեք արեք, բայց այս իրերին բան մի արեք, էլի ձեռ չտակ։ Հանը դրել ենք դուրսը, պատի տակ, մեկի մեր կողմից չի օգտագործվել։ Այսինքն դուք չեք շահագործել։ Չէ, մենք չենք, չէ, մենք գազի բալոններից օգտագործել ենք բանում, խոհանոցում սովորական գազի բալոնները 3 կիլոնոց, 5 կիլոնոց այդ գազի բալոնները։ Չէ, մեծ գազի բալոնները չենք օգտագործել, չէ։ Ամենայն դեպս մենք չենք լիսկավորել, թե հիմա մինչև այդ լիսկավորածը ոչ էլ փորձել եք, էլի դրանք մեջ գազ կա, թե չկա։